Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, այսօր ես սիրով ուզում եմ ներկայացնել իմ ուսանողական ընկերոջը, տաղանդավոր մի գեղանկարիչ, որին բոլորն են ճանաչում, Հովիկ Քոչինյան։ Ահա։ Ողջույն Հովիկ ջան։ Ողջույն իմ հին բարեկամ Աշոտ ջան։ Նստիր Հովիկ ջան, նստիր։ Հովիկ ջան, չես պատկասի, ես ինչքան ուրախ եմ, որ այսօր վերջապես կայացավ մեր հանդիպումը, այսօր սրուցելու եմ իմ ընկերոջ հետ, սրուցելու ենք մեր ուսանող տարիներից, մեր անցած ճանապարհից ու ընդհանրապես մեր ընկերությունից, ընդհանրապես ընկերություններից մասին ընկերների մասին։ Ուրախ եմ, որ դու իմ հյուրն ես այսօր։ Փոխադարձաբար Աշոտ ջան։ Հովիկ ջան, մի երկու բառով շատ հակիրճ քո մասին։ Երևան, Գեղարվեստաթատերական ինստիտուտ, աշխատանքներ ու եկար Ամերիկա։ Այս երկու բառով այդպես։ Շատ կարճ որ ասեմ, 90-ականներին մեր այս Ղարաբաղյան շարժման այդ process-ներին մասնակցելուց հետո շատ պատահական հայտնվեցի Միացյալ Նահանգներում, հրավերք ունեի այդ միության անունը արդեն խառնեցի իրար մի քիչ, բայց ոչինչ։ Հայ համազգային մշակութային միության կողմից հրավերք ունեի ցուցահանդեսի։ Եվ ի բարեբախտություն ինձ այդ տարիներին թույլ տվեցին, որ բավականին նկարներով գամ այստեղ, մինչև 90-ականները օրենքները ուրիշ էր։ Իմ շատ լավ ընկերներ ունեի, որ ավելի վաղ էին եկել այստեղ, չէին կարացել անգամ մի հատ նկար բերեն հետները։ Եվ դժվար է ապացուցես խոսքերը, որ դու նկարիչ ես, արվեստագետ ես։ Իմ բախտը բերեց։ Ես մոտ 100 նկարով ներկայացա այստեղ։ Շատ լավ ցուցահանդես ունեցա, հենց առաջի տարին։ Քույր ունեի Լեյլան, երևի դու էլ կճանաչես, դերասանուհի։ Ինքը կազմակերպեց, հրավիրեց, իր տանը մնացի։ Դրամատիկական թատրոնի Լեյլան։ Դրամատիկական, հա, կարծեմ։ Կարապի բանի լճի կողքի դրամատիկականն է, հա։ Հա, Լեյլան, ստեղ վախճանվեց աղջիկ է, լավ աղջիկ է։ Ինքը Թբիլիսիից չէր, Լեյլան։ Հա ջան։ Թբիլիսիում չէր, ընդեղից չէր ինքը։ Վրաստանից չէր։ Հա, Վրաստանից էր։ Ժամանակին պարուհի է եղել, հետո եկավ Հայաստանում։ Ո՞չ ջան, դու միանգամից անցար ու եկար հասար Ամերիկա, բայց ես կուզեմ մի հատ մեր ինստիտուտից խոսել։ Եկա հասա Ամերիկա, դե հիմա այդ մասն եմ ասում։ Բայց դրանից առաջ սովորել եմ Գեղարվեստի ինստիտուտում։ Գեղարվեստաթատերական։ Հիմա ակադեմիա այն ժամանակ Գեղարվեստաթատերական ինստիտուտ էր եւ շատ ավելի ուրախ էր կարծեմ, որովհետեւ ձեր մասնագետները, մեր մասնագետները, բոլորը միասին քանդակագործները։ Այ նայ, մենք մեկս մեկից լրացնում ենք։ Գեղարվեստ, այսինքն Գեղարվեստը եւ քանդակագործներ, նկարիչներ, դերասաններ, ռեժիսորներ իրար հետ էին։ Եվ շատ լավ ջերմ ընկերական միջավայր էր ստեղծված, մեկը մեկին լրացնում էր պակասը իհարկե։ Լավ ուսանողական կյանք ենք ունեցել։ Այո։ Շատ լավ դասախոսներ ենք ունեցել, հիանալի մարդիկ, լավ արվեստագետներ։ Իսկապես լավ մասնագետներ։ Բացի լավ հիշողություններից ոչ մի բացասական բան չկա։ Ես էլ եմ շատ սիրուն հիշում մեր ուսանող տարիները։ Որից հետո տենց շատ պատահական հայտնվեցինք Միացյալ Նահանգներում, փոխվեց գործունեության ընթացքը, լրիվ ուրիշ միջավայր, նոր միջավայր, ահագին բաներ կար սովորելու։ Անկես քեզ ասեմ Աշոտ ջան, ես շատ ընկերներ ունեմ կամ շատերի հետ եմ հանդիպում այստեղ, միշտ մեր երկիրը փնովում են, որ ինչա այս երկիրը շատ ինչ որ բարձրացնեն բան, ես տենց կոմպլեքս չունեմ ճիշտն ասած, մենք շատ լավ երիտասարդություն ենք ունեցել Հայաստանում։ Հրաշք։ Հա, ու հիմա այս քաղաքականությունը չխառնեմ իհարկե մեր կյանքի հետ։ Մենք այդ դժվարությունները շատ չենք ունեցել, ինչ որ մեր տատերը, օրինակ իմ տատը Եղեռնապուրսկին էր, մոտ 10-12 երեխա է կորցրել ճանապարհին, բայց մեր ծնողները մի քիչ ավելի լավ կարգավիճակում էին, մենք էլ դրանցից ավելի լավ էինք։ Մեր երիտասարդությունը շատ նորմալ է անցել եւ ես շատ գոհ եմ, որ ստացել ենք բավականին լավ բարձր
մակարդակի կրթություն, որը այստեղ շատ հազարավոր դոլարներ արժե։ Մենք այնտեղ դա համարյա անվճար ստացել ենք, բոլորս լավ կրթվել ենք, հիմա հայտնվել ենք միտեղ, որտեղ մեր գիտելիքը կարողացել ենք իրականացնենք եւ փառք Աստծո ամեն ինչ նորմալ է։ Հովիկ ջան, հիմա այս պահին ինչով ես զբաղված, ինչ գործ ես, ինչ աշխատանք ես հիմա սկսել ու ինչ ընթացքի մեջ է։ Ինչով ես զբաղված։ Սկսած 90-ականներից իհարկե հիմնական իմ մասնագիտությունը եղել է գեղանկարչությունը։ Հիմա կոնկրետ ինչ աշխատանք ես։ Որը եկել է մինչև այսօրվա դրությամբ, ես հիմնականում աշխատել եմ շատ պայմանագրերով, տարբեր ցուցասրահների հետ։ Այս պահին կոնկրետ ես մի անգլերեն ասած presidential պրոգրամի վրա եմ աշխատում։ Այսինքն կոնկրետ նկարում եմ մեր պրեզիդենտին, իր կնոջը, մի քանի կոմպոզիցիաներ պատվերով, որը որ մի ընկերություն է, law firm։ Այ դրա մասին է։ Այո, որը որ ինձ հետաքրքիր ձևով մենք ընկերացել ենք, այդ իրավաբանը իմ նկարների հավաքածուն ունի, միշտ գնում է իմ նկարները, եւ միասին տենց շատ շփումների ժամանակ տենց գաղափար առաջացավ, որովհետեւ ինքը հովանավոր է, ասենք Թրամփի այդ inauguration-ի բանի ժամանակ միշտ գումարներ են հավաքում, լավ հովանավորներից մեկը այդ իմ բարեկամն է։ Այդ է, որտեղ ես կարվեստանոցում տեսա Թրամփի ուրատիկնոջ նկարը։ Եվ հիմա այդ ծրագիրը արդեն մոտ 8 ամիս աշխատում էի վրան, հիմա ավարտել եմ։ Դրան զուգահեռ նաև մի քանի ծրագրեր ունենք պայմանավորված, որպեսզի իրականացնեմ, նկարների տեսքով իհարկե, որոնցից մեկը Ամերիկայի 250-ամյակն է շուտով լրանալու, հուլիսին կարծեմ, July 4, հա։ Եվ այդ մինչև այդ ընթացքը մի մեծ կտավ եմ նախապատրաստել, անում եմ, արդեն էսքիզները կա։ Դրանից հետո Օլիմպիադա պիտի լինի Լոս Անջելեսում։ Այդ Օլիմպիադան ես Չինաստանի Օլիմպիադայի համար մի տենց ծրագիր իրականացրի, այնտեղ իրականացավ։ Հիմա նրա հիմքի վրա մի նոր բան պիտի անեմ այստեղի Օլիմպիադայի համար։ Եվ մի հատ էլ քրիստոնեության հետ կապված մի հատ ծրագիր ունենք, որի էսքիզները լրիվ պատրաստ է, որովհետև ես մի օրիգինալ այդ թեմայով արդեն ունեմ արած, որը Հռոմի Պապի մոտ է։ Այստեղից այդ իմ պատվիրանները վերջացրած նկարը տարան հանձնեցին Հռոմի Պապին, որ permission ստանան, այսինքն թույլատվություն ստանան, որպեսզի այստեղ մարքեթինգ անեն, դա հետաքրքիր պատմություն է, երևի դրա մասին հետագայում առանձին, երբ որ ավարտեմ, մի հատ կարող ենք նորից հանդիպենք։ Այո, սիրով մեծ։ Ընդհանուր առմամբ տենց ծրագրերի մեջ եմ եւ դրան զուգահեռ նկարում եմ իմ թորնիկներին, իմ ստեղծագործությունները հիմնականում, որոնք որ այսօր փառք Աստծո ես բավականին միջազգային շուկայում լավ ճանաչում ունեմ եւ նկարներս բավականին լավ վաճառվում է եւ շատ բարձր գներով, ես կարամ իհարկե մի քիչ դժվար է իմ մասին տես բաների մասին խոսելը, բայց այդ իրականությունն է, փաստ է, որը կայացել է արդեն։ Ես համարվում եմ շատ նենց առաջի գծի վրա կայացած նկարիչներից գեղանկարիչ ամբողջ աշխարհի մակարդակով, ոչ միայն այստեղի կամ Հայաստանում։ Այո, թող։ Այդքան բան է շրջան։ Հիմա մեր հաղորդումը 3 մասից է բաղկացած, առաջի մասը ավարտվեց, արի թույլ ես ասեմ գովազդին, հետո նորից հետո կշարունակենք ինձ համար շատ հետաքրքիր այս զրույցը։ Խնդրեմ։ Սիրելի բարեկամներ, գովազդը RTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը, իմ շատ սիրել, իմ շատ հարազատ, ինձ համար շատ թանկ մարդու հետ, իմ ուսանողական տարիների ընկերոջ հետ, գեղանկարիչ, ենել յուրահատուկ գեղանկարիչ Հովիկ Քոչինյանի հետ, գովազդը RTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Հովիկ Քոչինյանի հետ։ Հովիկ ջան, ես կուզենայի մի քիչ ավելի դες մանրամասն խոսեիր քո այդ ցուցահանդեսների, քո մրցանակների, քո պարգևատրումների մասին։ Խնդրեմ։ Առաջի ցուցահանդեսը, որ ունեցա Հայ համազգային մշակութային միության հրավերքով, կարելի ասել, որ
ստեղի լեզվով էլ ասեմ, sold out եղավ։ Բոլոր նկարները, որ պատրաստ էի վաճառելի, գնեցին։ Դա կարամ ասեմ, որ իմ առավելությունը չէր, այդ 90-ականներին art market-ը, արտի շուկան շատ ավելի ակտիվ էր, քան թե այսօր։ Հիմա ասենք այսօրվա նկարիչները կարող է շատ բողոքեն, որ շատ դժվար է մի բան վաճառելը, որովհետև շուկան լիքն է, այնքան բան կա ստեղծած, արդեն մարդկանց տներում տեղ չկա, որ մի բան առնեն, ոչ թե նկարիչների մեղքն է դա։ Հետո սկզբունքները փոխվել է, արվեստը մի քիչ ավելի մարդակենտրոն վիճակից փոխվել է, հիմա շատ ավելի դեկորատիվ, ավելի պարզ լուծումների բանի, որոնց մարդկանց այդքան շատ չի հետաքրքրում։ Այդ 90-ականներին մի քիչ ամեն ինչը մի քիչ այլ կերպ էր։ Ուրիշ ինչ ցուցահանդեսներ եղան։ Ուրեմն այդ ցուցահանդեսից հետո ես սկսեցի մասնակցել ամերիկյան այս Art Expo ասած միջոցառումներին, որը Նյու Յորքում էր տեղի ունենում։ Այո։ Ինձ էլի տարբեր գալերիներ ներկայացրեցին առաջին անգամ, գնացինք Նյու Յորքի Art Expo-ն, որից հետո ես այդ մեխանիզմը, որ հասկացա արդեն, ես ինքս սկսեցի, օրինակ 7 ընկերների համար, մեր համարյա սփռված աշխարհով, Մեհեր Մանսուրյան, որը Ֆրանսիայում էր, Անահիտ Աբրահամյան, որը Կանադայում էր, Սարգիս Համալբաշյան, որը Երևանում էր, Արարատ Սարգսյան, անուններով կարամ ասեմ բոլորին, Հակոբ Թորոսյան, հրաշալի նկարիչ, 7 նկարիչներով մի խումբ կազմեցի ես ինքս, այդ ամբողջ աշխատանքը վերցրեցի ես իմ վրա։ Իհարկե այդ ժամանակ ունեի մի լավ հովանավորող տղա, որը Գերմանիայում էր ապրում, Գերմանիայի ռիսայքլինգի ամենամեծ հաջող մարդն էր։ Նա ֆինանսապես հովանավորեց, որովհետև այդ տիպի ցուցադրությունները շատ ծախսատար է, մոտ $100,000 փող ես ծախսում, որ կարողանաս, ասենք 7 նկարիչ ներկայացնես այնտեղ։ Եվ շատ հաջողությամբ հետ ավարտելուց հետո պարբերաբար նմանատիպ շատ ցուցադրություններ ենք մասնակցել, միևնույն ժամանակ շատ երկար ցանկ ունեմ տարբեր երկրներում ցուցադրվելու, ունեցել եմ իմ անձնական ցուցասրահը Հոլիվուդի կենտրոնում 93-ից մինչև համարյա 2000 թիվը, որից հետո 2 տարի գտնվել եմ Լագունա Բիչ քաղաքում, էլի ունեցել եմ իմ անձնական ցուցասրահը, հետո գտնվել եմ էլի մի 2 տարի Սան Ֆրանցիսկոյում, իմ շատ լավ բարեկամի հետ միասին, էլի մի ցուցասրահ ունեցանք մեր անունով, եւ ներկայացնում ենք տարբեր նկարիչների, հայ նկարիչների, ինչեւ այսօր այդ գործունեությունը շարունակում է։ Ես ունեմ հիմա իմ անձնական ցուցասրահը, որտեղ շատ նկարիչների օգնում ենք եւ մեր գործը առաջ ենք տանում։ Մենք կարող ենք այդ, ասենք, ցուցահանդեսներից մի փոքրիկ գոնե տեսանյութ կարող ենք դիտել։ Իհարկե, շատ կա, ամեն ինչ ֆիքսված է։ Դե հիմա ասենք այդ տեսանյութը դիտելն կա։ Okay. Սիրո բարեկամներ, ներկայացնում ենք հատված մեր Հովիկ Քոչինյանի ցուցահանդեսներից։ Լոս Անջելեսում բնակվող միջազգային մեծ ճանաչում ունեցող հայ նկարիչ Հովիկ Քոչինյանի ձեռքով վերանորոգվում է համաշխարհային արվեստի գլուխգործոցներից մեկի Ռաֆայել Սանտիի ավելի քան 500 տարվա պատմություն ունեցող Մադոննա գործը, որը անվանի վարպետին է հասել գրեթե 70% վնասված։ Ապրելով ընդամենը 37 տարի Ռաֆայելը համաշխարհային արվեստին հսկա ժառանգություն է թողել։ Հայ անվանի նկարիչը մինչ այս էլ բազմաթիվ հայտնի գործեր է վերանորոգել, արվեստի գլուխգործոցներին տալով երկրորդ կյանք։ Խոստովանում է սակայն, որ այս մեկը, որ նրան է հասել մասնավոր հավաքածուից, եզակի է իր արժեքով ու ունեցած նշանակությամբ։ Հովիկ Քոչինյանի համոզմամբ յուրաքանչյուր արվեստի գործ վերանորոգելուց առաջ նախ պետք է հրաշալի պատկերացնել ժամանակաշրջանը, նկարչի ապրումները եւ նկարի ստեղծման պատմությունը։ Էջ առ էջ ուսումնասիրել է Ռաֆայելի կյանքը, հասկանալու համար չափազանց արժեքավոր նկարի ողջ էությունը։
Արվեստի համաշխարհային գլուխգործոցների վերականգնման բնագավառում նրա անունը Եվրոպայում բոլորին է հայտնի։ Խոստովանում է, որ Հայաստանում ստացած գիտելիքներն ու փորձը մեծապես նպաստել են ստեղծագործական կյանքում նվաճումների հասնելու համար։ Վերածննդի ժամանակաշրջանի տիտաններից մեկի վրձնին պատկանող նկարը տարբեր աղբյուրներ գնահատում են մինչև $500 միլիոն։ Հովիկ Քոչինյանը որպես գեղանկարիչ ևս մեծ ճանաչում է վայելում։ Նրա նկարները այսօր վաճառվում են արվեստի հեղինակավոր աճուրդներում։ Ստեղծագործում է ամեն օր, ասում է, հայերը պետք է համախմբվեն իրենց գիտելիքներով ու տաղանդով, ցույց տան աշխարհի որ մասում էլ որ լինեն, կարող են ստեղծել արվեստի արժեքավոր գլուխգործոցներ, այդպիսով բարձր պահելով նաև հայի անունը։ Մինչ այս 67 անգամ եղել է Հայաստանում, ամեն վայրկյան ապրում ու շնչում է Հայաստանով։ Ասում է, դա օգնում է ստեղծագործելիս, նկարները վերականգնելիս և ապագային այլ աչքերով նայելիս։ Վարպետի ձեռքով վերականգնված գլուխգործոցները այսքանով չեն սահմանափակվում, հաջորդը հերթում Տիցյանի գլուխգործոցներից մեկն է։ Հենց այսպես Լոս Անջելեսի փոքրիկ այս անկյունում համաշխարհային արվեստի գլուխգործոցները լուռ ու հանճարեղ հայի ձեռքով սերունդներին են փոխանցում դարերի պատմությունը։ Արմինե Ամիրյան, Ամերիկայի ձայն, Լոս Անջելես։ Հրաշալի էր, շատ հրաշալի էր ու հետաքրքիր։ Ասենք թե հիմա չեն կարող այդ բոլորը ցույց տալ, եթե մարդկանց հետաքրքրում է, մարդիկ ուզում են նայել, ինչ կարող են անել։ YouTube-ում շատ ֆիլմեր կա, այսօր բոլորը օգտվում են այդ YouTube-ի ծառայություններից։ Կարող են ուղղակի Հովիկ Քոչինյան թայփ անեն եւ տեսնեն տարբեր ֆիլմեր կա այնտեղ։ Կոլլարի աշխատանքները։ Ունեմ Southern California Motion Picture-ի կողմից տված լավ մրցանակ, որը շատ մեծ արարողություն էր եւ ամբողջ ֆիլմը մի կարճ, մի երևի 5 րոպե է տևում, կարան գտնեն YouTube-ում։ Հետո գոյություն ունի The World Leader in Art Market Information artprice.com, երբ որ մի հատ խփեն Հովիկ Քոչինյան կամ Հովիկ Fine Art, մեծ ինֆորմացիա կա, ասենք իմ նկարների գների մասին, նկարների իրանք եւ այլն եւ այլն։ Եղավ, Հովիկ ջան, դե լավ։ Ասենք նորից գովազդին էլ, նորից շարունակում ենք հետո մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, այժմ գովազդ ERTN-ի եթերում, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Գովազդ ERTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Հովիկ Քոչինյանի հետ։ Հով ջան, մի շատ կարճ ու կոնկրետ աշակերտներ ունես դու։
Ունեմ, որոշ աշակերտներ ունեմ, բայց տարիքով կանայք են հիմնականում, խումբ է մի հատ։ Իրար ընկերուհիներ են բան եւ գալիս են մի օր շաբաթական, որովհետեւ մնացած բոլոր օրերը զբաղված եմ ելնում։ Մի քանի երեխաների հետ եմ պարապել։ Այդ գործունեությունը ինձ այդքան Okay, հարազատ չի, որովհետև շատ ժամանակատար է։ Դե մանկավարժությունը դու տարբեր բան է, կոնկրետ արվեստագետ է տարբեր։ Ես ավելի շատ իմ գործերը։ Մենք պայմանավորվել ենք, որ դու իրական պատմություններ ու անեկդոտի պատմես։ Արագ կարող ենք մենք։ Անեկդոտ կարամ մի հատ կարճը պատմեմ։ Բժիշկների մասին։ Բժիշկը մտնում է հիվանդասրահ, երկու հոգանոց տեղ է, էլի երկու հոգի են պարկած։ Տենում է մյուսը չկա։ Այն մյուսին ասում է, տղա ուր ես քո ընկերը։ Ասում եմ բժիշկ ջան, ճիշտն ասած լավ չէր զգում գնաս տուն։ Շատ լավ, այո չէի լսել։ Մեկն էլ ես լորեցի տղա եմ, մենք ծնունդով Վահագնի գյուղից են ծնողներս։ Ես լորեցիներին շատ եմ սիրում, այդ իրաց միամտությունը։ Լորեցիներով չի։ Լորեցի մի տղա Կիրովականից գալիս է Երևան, քաղաք, ուսանող է, աշխատում է ցերեկը բան, իրիկունը ուշ հոգնած պետք է գնա տուն։ Այդ բժշկականի այս համարը մի քիչ բան է, իրական դեպք է, բայց անեկդոտ է դառը արդեն։ Այդ բժշկականի ինստիտուտի դիմացը կանգնած, այս լկտի տղաներ շատ կային Երևանում այն ժամանակներ, այս 90 թվականների մասին է։ Գալիս են սկսում է ձեռ առնել այս տղան, սա էլ հսկա ջանավար լավ տղա է, էլի թափով։ Այդ լացիրակներից մեկը սենց գլխին խփում է այս խեղճտղու հետևից, ասում է, արա դմբաց, այս տղաներ սեն շուրա գալի տենում է մի 4-5 հոգի են, էլի, բայց որը որ մոդիկ է, ես մի հատ բռունցքով մի հատ սենց գլխին տալիս է, ես փրվում է գետնին, ասում է, հոպո ջան, տալ մի դմբավոչ։ Շատ լավ, մենք իրական պատմություն ունենք, մեր մհերի հետ կապած, մհերի։ Աշոտ ջան, հետաքրքիր բան, որ շատ է տպավորվեի մեջ, Ստեղից ես արդեն 68-րդ անգամ Հայաստան եմ գնացել հետ եկե, ամեն տարի 2-3 անգամ, ընդեղ ես իմ արվեստանոցը ունեմ բան, այսինքն իմ հարազատները Էլի Քոչարի վրա, հա։ Շատ կապնված եմ Հայաստանի հետ, տարվա մեջ ունեմ այդ հնարավորությունը, գնում գալիս եմ, ընկերներիս եմ օգնում բան եւ այլն, բայց այդ գնալ գալու ընթացքում 93 թվականին ամենաառաջի անգամ Այստեղից որ մեկնում էի բան Հայաստան Փարիզյան ռեսով Փարիզում հայտարարեցին որ ինքնաթիռը փչացել է, պետք է սպասեք, ձեզ պիտանենք հյուրանոց, բան բոլորով այդ խումբը բոլորով գնացինք հյուրանոց, մեկը Նյու Յորքից, մեկը Սան Ֆրանցիսկոից, բան տենց հավաքական խումբ էր այդ ինքնաթիռի մեջ։ Մեկ էլ այդ հյուրանոցի սպասասրահում տեսնենք Ֆրունզիկ Մկրտչյանը իր գործընկերների հետ միասին այդ եվրոպական հյուրախաղերից դրանք էլ Հայաստան են վերադառնում։ Ես Ֆրունզիկի հետ երկար աշխատել եմ բանում կինոստուդիայում։ Գրկեցինք իրար բան շատ ծանոթացանք ու դե ինչ պետք է անենք այդ հյուրանոցում բոլորս։ Բար կար, վիսկի ենք առնում, վերում ենք, այդ լյոչիկներն էլ մեր հետ միանում էին։ Լավ քեֆ էինք անում հայկական։ Մի օր մնացինք այդ հյուրանոցում, հաջորդ օրը արդեն որ պետք է գնանք, Ֆրունզիկը ասեց Հովիկ ջան, այս բարի վիսկին լավն է, մի երկու շիշ առնենք հետներս տանենք, ասեց փող կա մոտս, ասի Ֆրունզիկ ջան, հանգստացի, ես կառնեմ։ Որ գնացի բարմենի մոտ, բարմենը ասեց Հովիկ ջան, ասեց Հովիկ չասեց, էլի ասեց brother, այնքան ասեց վիսկի առակ ես մի օրվա մեջ ասեց, իմ մի տարվա պլանը կատարեցիք, այստեղ մեր մոտ շատ թանկ է։ Duty free-ից կարակ այդ մի հատի գնով երկու հատ առնեք, այնտեղ մեկը գնում եք, այնտեղից կառնեք։ Ֆրունզին ասի սենց, ասեց Հովիկ, ես քեզանից մի շապիկ ավել եմ հագե, ասեց, պետք է նաղդը չփոխես Նիսիայի հետ, այդ հայկական բառ չի իհարկե, բայց իր ասածն է։ Գնացինք, ինչևից է, հասանք օդանավակայան, այս խմբի բանը ցուցակը, որը իրանք ցուցակով էին եկել, էլի ամեն մեկը առանձին տոմս չուներ։ Այդ ցուցակը կորավ, այդ խմբավարի մոտից։ Հիմա չենք կարող ներս մտնենք, այս անհատականներն էլ մնացել են հետևում։ Մինչև ցուցակը կտան, մինչև այս կողմ ենքում արդեն ինքնադիր նստելու ժամանակն էր։ Էլ չհասցրենք duty free գնանք,
Հիմա հայտնվեցինք ինքնաթիռի մեջ, Ֆրունզիկը ասեց. «Հովիկ ջան, ես քեզ ասի չէ, որ Նաղդա Էժանի հետ չեն փոխի», ասեց։ «Արի հիմա ինչ ենք խմելու»։ Ֆրունզիկն էլ արդեն քեֆը լավ։ Այդ խոսքի վրա մեկ էլ էս ինքնաթիռի մեջ, մեկը Նյու Յորքից է գալի, մեկը Սան Ֆրանցիսկոից բան, այնքան խմիչք հավաքվեց, անգամ 3 աստղանի կոնյակ, որը որ Նյու Յորքից բերում են Երևան հիմա։ Ընդհանրապես Երևանից է այդ ցուրտ տարիներին, հա։ Էլ բաստիզմա էլ բան, մեկն էլ ակարդեոն հանեց ու սկսեց նվագել։ Հիմա համարյա բոլորի քեֆը լավացավ։ Շատ մարդ չկար ինքնաթիռի մեջ, այս մեջտեղի շարքը ազատ էր։ Նստարանները սենց ծալեցին, սեղանը փռեցին, այս ստյուարդեսաները իրան այս մեր պայոկները բերին, այդ պահը շատ հետաքրքիր էր։ Ֆրունզը ասեց, այս պայոկներին ձեռ չտակ։ Ասեց, այդ որ մտնում ենք պրոսպեկտ, այդտեղ ասեց լիքը հոմլեսներ կան, մարդիկ սոված, այնտեղ ասեց, այս սրանք եկեք տղեկ հավաքենք, այնտեղ մարդկանց կբաժանենք հենց որ իջանք։ Այդ շատ բան էր էլի, այնպես կպնող էր մարդու սրտին։ Հուզիչ, հուզիչ։ Որտեվ ես երկար համարյա 3 տարի չէ եղել Հայաստան։ Ինչևից է։ Ու դարավ քեֆ։ Հիմա այս լյոչիկները իրանց գործը թողին եկան սկսեցին ապարել, քոչարի սկսեցին ապարել այդ սեղանի շուրջը։ Մի sense կինոյի սցենար է, ես իմ հետ մեկը ցանկանա այդ կինոն նկարի, ես ֆինանսավորեմ անպայման։ Վերջը ինչ որ իսա հասանք Երևան, ես մրսել էի ճանապարհին, շատ վատ հիվանդացա մոտ 40 աշճան տաքությամբ։ Եկել հաջորդ օրը հերոստատեսությամբ տեսա, որ Խեղճ Ֆրունզիկս արդեն չկա, այդ իր վերջի լավ խմելն էր։ Եվ արդեն օպերայում իր թաղման արարողությունը պետական մակարդակով կազմակերպվեց, բան, ես չկարացա մասնակցել։ Բայց դրա հաջորդ տարին Աշոտ ջան, ես այդ նույն տեղը, նույն ձևի, նույն դեպքը տեղի ունեցավ, ինքնաթիռը փչացավ, ես այդ վիսկիները առա, գնացի եւ Ֆրունզե Դովլաթյանի եւ Ալբերտ Մկրչյանի հետ միասին գնացինք այդ վիսկիները շախտվինք իր հələ հողներ են ժամանակ բան չկար, գերեզմանը չկար։ Այդպես, տխուր պատմություն։ Հա, տխուր էր, բայց շատ հետաքրքիր պատմություններ ու լավ բաներ, հուշ բաներ էլի Ֆրունզիկի մասին։ Ես վերջի մի հատ շատ կարճ ուզում եմ պատասխան, հիմա շատ լավ երիտասարդ նկարիչներ ունենք։ Դու ես քո կարծիքն եմ ուզում լսեմ իրաց մասին։ Հա, շատ հրաշալի տղաներ միշտ ունեցել ենք եւ հիմա էլ կան։ Որոշները հաջողակ են, որոշները այդքան հաջողակ չեն։ Հիմա արվեստի մեջ մի քիչ sense դժվար process-ներ է տեղի ունենում։ Շատերը ողջևորված են, մի քիչ արվեստը հիմա շատ մարդակենտրոն չի։ Ասենք ավելի դեկորատիվ բնույթի բանման, շատերը մոլորված են, չգիտեն ինչ անեն, որ կարողանան իհարկե ցանկալի է որ ամեն մարդ իր մասնագիտությամբ կարողանա փող վաստակի իր ընտանիքը պահի։ Խեղճերը շատերը, լավ տղաներ կան, անվանական որ ասեմ շատ են, այնքան շատ են։ Ուղղակի գիտեմ որ շատ տաղանդավոր տղաներ ունենք։ Շատերը տենց մի քիչ անհաջող են այն իմաստով, որ չեն կարողանում կողմնորոշվեն ինչ անեն, շուկայի պահանջները ինչ է։ Ամերիկայում, ասենք, արվեստի պահանջարկը շատ ավելի տարբեր է, քան թե Հայաստանում։ Դե բարձ է տարբեր։ Եվ այդ անցումը մի հասարակարգից մյուսին։ Դժվար։ Բավականին փորձառություն է ուզում, ժամանակ է ուզում, բան եւ այլն։ Թե չէ տաղանդները շատ են եւ միշտ ելնելու է եւ միշտ կա։ Ովջան, ցավոք մեր ժամանակը ավարտվեց։ Այնքան արագ անցավ, տես դու էլ չզգացիր ոնց ես փորձում եմ արագ խոսամ, ես ընդհանրապես արագ չեմ սիրում խոսալ։ Ախր դու այն մարդն ես, որ քո հետ որ մինչև առավոտ էլ խոսենք, մենք կարանք խոսենք։ Այս մեր հաղորդումը շատ քիչ է ու կարճ է քո համար։ Աշոտ ջան, որպեսզի դու կարողանաս այն քո արածները, այն քո դրածները, այն քո ստեղծել ես, այն որ ճանապարհը անցել ես, այն որ ընդունվել ես, կայացել ես, բան այդ շատ երկար, իսկապես մի կինո էլ քո կյանքն է։ Ափսոս ավարտվեց, ես քեզ մաղթում եմ առաջերտին առողջություն, ցանկան նորանոր մեծամեծ հաջողություններ, նվաճումներ այդ քո աշխատանքներում։ Ես էլ ձեզ եմ մաղթում լավագույն հաջողություններ այս ձեր միջոցառման համար, որ միշտ կարողանում եք, ասենք, հետաքրքիր մարդկանց հրավիրել, մեկնաբանել, որովհետև ժողովուրդը այսօր մի քիչ շատ
ինքնափոփ է, ամեն մարդ իր ընտանիքով բանով զբաղված, բայց այս ինֆորմացիան կարևոր է երևի, որ Իհարկե, եղավ, մենք էլի կհանդիպենք, Հոջան։ Դե լավ, շնորհակալություն, որ չմերժեցիր եկար, հաջողություն։ Շատ շնորհակալ եմ, իհարկե։ Հաջողություն։ Եղավ երկար։ Բացի։ Սիրելի բարեկամներ, ավարտեց եւս մեկ հաղորդում իմ հյուրներ, իմ շատ տաղանդավոր ընկերը, իմ ուսանողական ընկերը, իմ Հովիկ Քոչինյանը։ Իսկ այժմ ասեմ մեր հաղորդման վերջին խոսքերին։ Շատ խելացի մի լավ խոսք ասա, ինչ որ ուզում եմ ասեմ։ Ասում եմ, ամեն օր քնելուց առաջ խղճիդ հետ զրույց արա։ Իսկապես մենք պետք է ամեն օր քնելուց առաջ մեր խղճի հետ զրույց անենք։ Սա շատ կարևոր է։ Այսքան է, սիրելի բարեկամներ, մինչ նոր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Աշոտ ջան, ախր ես վերջերս շատ ես խմում, ախպեր ջան, խաշի ժամանակ համարյա համը հանելու էր արդեն։ Ովիկ ջան, չես պատկասնում, ախր որ ես խմում եմ։ Ոչ մի բանի չեմ վախենում։ Լուրջ, կնոջից էլ չես վախենում։ Չէ, դե այդքան չեմ խմում։